Վլադիմիր Պուտինը չի մեկնել Ստամբուլ մասնակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին, փաստացի մերժելով Ուկրաինայի նախագահի հանդիպման առաջարկը։ Դոլմաբահչեի պալատում նախատեսված հանդիպմանը Ռուսաստանից կմասնակցի 8 պաշտոնյա, այդ թվում փոխնախարարներ։ Պատվիրակությունը ղեկավարում է նախագահի օգնական մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինական պատվիրակության կազմը պաշտոնապես չի հայտարարվել։ Հանդիպումը պետք է սկսվեր կեսօրին մոտ, սակայն թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղափոխվեց օրվա երկրորդ կես։ Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուսական պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին, որոնք դեռ չեն եկել հանդիպման վայր։ Կողմերը վերջին անգամ դեմ առ դեմ բանակցել էին կրկին Ստամբուլում 2022 թվականի մարտին։ Այսօր Անկարա է ժամանել Ուկրաինայի նախագահը, որտեղ հանդիպում է թուրք գործընկերոջը։ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլի բանակցություններին ռուսական պատվիրակության մակարդակը բուտաֆորիա է անվանել։ Նաև նշել է Ստամբուլի հանդիպման հետ կապված իրենց հաջորդ քայլերի մասին կորոշեն Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Ռուսների պատվիրակության մակարդակը ինձ դեռ պաշտոնապես հայտնի չէ, բայց մեր տեսածից ելնելով այն ավելի շատ նման է բուտաֆորիայի։ Ունակ են նրանք ինքնուրույն որոշում ներկայացնել, քանզի բոլորս գիտենք, թե ով է որոշում ներկայացնում Ռուսաստանում։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ասել է, որ պետք է հնարավորություն տալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց ոչ ոք չի երաշխավորում, որ ամեն ինչ հարթ կընթանա։ Սերգեյ Լավրովի խոսքով խնդիրներ անպայման կլինեն, ինչպես եղավ 3 տարի առաջ, երբ նախաստորագրված սկզբունքներն արդեն պատրաստ էին, սակայն նրա պնդմամբ բրիտանացիներն արգելեցին Կիևին շարունակել գործընթացը, որը կարող էր ավարտվել կարգավորմամբ։ Միացյալ Նահանգների նախագահն այս ֆոնին հայտարարել է, որ ուրբաթ կարող է մեկնել Ստամբուլ, եթե այսօրվա բանակցություններում առաջընթաց գրանցվի։ Կատարայցի ժամանակ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի ինչ-որ արդյունք գրանցել։ Եթե ինչ-որ բան տեղի ունենա, ես կգնամ ուրբաթ օրը, եթե դա նպատակահարմար լինի։ Նրանք հիմա բանակցում են։ Պարզապես հույս ունեմ, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը կկարողանան ինչ-որ բան անել։ Ստամբուլի եւ Անկարայի հանդիպումների ֆոնին Անտալիայում այսօր անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից առաջ ասել է, որ բանակցություններում առաջընթաց են ակնկալում առաջիկա օրերին։ Մարկո Ռուբիոն նշել է, որ նախագահ Թրամփը բաց է ցանկացած մեխանիզմի, որն արդար խաղաղության կտանի։ Խնդրի կարգավորումը բարդ է, բայց այն կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, ասել է նա։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի, այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ ասել է, որ ամեն կերպ կօգնեն, որպեսզի դադարեցնեն պատերազմը եւ հասնեն երկարատև եւ կայուն խաղաղության։ Մարկ Ռյուտեն նշել է, որ Ուկրաինան բազմիցս է ապացուցել, որ ցանկանում է հրադադար հաստատել եւ պատրաստ է բանակցել, եւ հիմա գնդակը փաստացի Ռուսաստանի դաշտում է, ասել է նա։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի եւ անհապաղ բանակցությունների, դա միանգամայն պարզ է։ Գնդակն այժմ ակնհայտ Ռուսաստանի դաշտում է։ Նրանք պետք է բացատրեն, թե ինչ են անում, ինչու են այստեղ կամ ինչ թիմով։ Բանակցությունների նախօրեին Ռուսաստանը շարունակել է Ուկրաինայի վրա անօդաչուներով հարձակումները, տուժել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի եւ Կիևի մարզերը։ Ռուսական զինուժը հաղորդել է, որ Դոնեցկում եւս մեկ բնակավայր է վերցրել։